գիտեք, այդ ստեղծագործությունն բանա, որից որ դու զրկում ես ուսուցչին, եթե ինքը այդպես, ինքն էլ կզրկի երեխային։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ ֆորմալ կրթություն այն ձևով որ կար, որով մենք անցել ենք, լուրջ ճաքեր է տալիս, չէ։ Ամենաառանցքային 3 բաղադրիչները ձեր կարծիքով ո՞րն է, որ երկիրը համարենք կիրթ երկիր։ Դաստիարակությունը, որ առանձնացնում են այդ ուսուցումից, այդպես ասած, ես չեմ հասկացել, դա հանրային դպրոց չի, դա հանրակրթություն չի, մեկը, ինձ համար դա հանրակրթություն չի։ Արհեստական բանականությունը բավականին լավ իմիտացնում է այդ ապրումակցումը, հուզականությունը։ Նոր մանկավարժություն պետք է գա, այդ շատ կարևոր է, հին բանի մեջ, այդ ձևերով, այդ տիկերի մեջ, ինքը չի տեղավորվում այդ նոր գինը։ Ողջունում եմ ձեզ Լուսարար փոդքասթի հարթակում, ես Տիգրան Արեգունին եմ, այսօր կզրուցենք կրթության ոլորտից և մասնավորապես նաև ուսուցիչների խնդիրներից կխոսենք, այսօր մեր հյուրը Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն է, բարև ձեզ պարոն Բլեյան, ինչպե՞ս եք։ Բարև, շատ լավ, միշտ պատրաստ։ Որպես սկիզբ մի հատ կրթության մասին խոսենք, այսինքն ինչ է կրթությունը, դասական առումով ընդունված է, որ կրթությունը դա գիտելիքի փոխանցումն է, բայց բացի դա, էլ ինչ է կրթությունը։ Մեր դեպքում, իմ դեպքում այդ միջավայրը, որը հնարավորություն է տալիս տարբեր կենսափորձով մարդկանց, տարբեր, ապրել միասին։ Որովհետև երկար կարող ենք բան անել, կրթության մասին խոսել, հատկապես հիմա, չէ, որովհետև ինչ ասես գիտելիք, մյուս բան, հիմա կարող է անդադ բան անես, դա ինքնակրթությունն է, այդ կարելի է ինքնուրույն ավելի, չէ, արագ վերցնել, ավելի հարմար լինեին պայմանները, հատկապես հիմա, երբ որ տեղաշարժի հետ կապված, չէ, անընդհատ խնդիրներ են առաջանում, բոլոր դեպքերում հասկանալի է, որ ֆորմալ կրթություն այն ձևով որ կար, որով մենք անցել ենք, լուրջ ճաքեր է տալիս, չէ, եւ բանի այդ միասին լինելու, որովհետեւ գիտեք, երբ որ կրթության հարցերը դու քննարկում ես առանց բանի միջոցի ի վերջո, միջոցի, չէ, ես դրա համար միջավայրը շեշտեցի, ապա ես կարող եմ չուզենալ կամ եթե երեխայի մասին ենք խոսում, չէ, որտեղ կա նաև մեծահասակների կրթություն, այդպես ասած, չէ, ես եթե երեխայի մասին ենք խոսում, երեխան կարող է չուզենա, ուրեմն եթե չի ուզենում, դու ինչ ես անում, պարտադրում ես, այստեղից էլ գալիս է, թե երեխայի կրթությունը այդ իրավունք է, թե պարտականություն, չէ, ես դրա համար դրանք իրարից երբեք չեմ անջատում։ Եթե դա արդեն միջավայր է, որի մեջ երկուսս, այսինքն բոլոր կողմերը, բոլոր մասնակիցները իրենց կյանքն են ապրում, այսինքն կոմֆորտ են զգում, իրար հետ լինելու։ Հիմա ինչպես հիմա մեր զրույցը կրթական է, թե չէ։ Ինչ-որ առումով։ Ինչ-որ առումով չէ, իհարկե, ես լսում եմ ձեզ, դուք լսում եք ինձ, գնում ա փոխանակում, բայց այդտեղ շատ կարևոր է, որ ես ուզեցել եմ գամ։ Դուք ուզեցել եք ինձ հրավիրեք, ես ուզեցել եմ գամ, այդ շատ կարևոր է, հիմա մենք հայտնվեցինք մի միջավայրում, որտեղ իրար հետ ես ու Տիգրան Արեգունին գտնվելու այս բանը, մենք համարում ենք մեր կյանքը, շատ կարևոր է այդ երեխայի կյանք դարձնելը, մարդու կյանք դարձնելը, հենց կտրեցիր, ուրիշ բան է ստացվելու։ Այսինքն կարելի ասել, որ կրթությունը նաև արժեքների մասին է, ոչ միայն գիտելիքների։ Չէ, իհարկե, դե որ համատեղ բան ես անում, ապրում ես իրար հետ անպայման, նախ եւ առաջ, հայացքների, արժեքների փոխանցումը, հաստատումը։ Իսկ այդ ձեր կարծիքով, մենք քանի որ մեր բարձունքի կողմից հանրահռչակված գաղափարական բովանդակային քարտեզի մասին խոսել ենք, դուք սրանից տեղյակ եք, ձեր կարծիքով, այստեղ ունենք կիրթ երկիր հասկացություն, այդ կիրթ երկիրը ամենաառանցքային 3 բաղադրիչները ձեր կարծիքով ո՞րն է, որ երկիրը համարենք կիրթ երկիր։ Այստեղ ես բանը այդ փոխադարձ հարգանքը միշտ կնշեի, միշտ, որովհետև նույն կրթությունն էլ այդ փոխադարձ հարգանքի վրա պիտի լինի, այդ ինչի վրա պիտի
խարսխվի բազային որպես բազային որպես բան, հա։ Այդ վստահության իհարկե, որովհետև մենք պետք է ուզենանք իրար հետ այդ գործը անենք, հա, այդ գործընկերային բան կա դրա մեջ, վստահությունը պետք է լինի, համաձայն որ հիմա դուք ինձ օգնելու եք հաստատա, ես կդժվարանամ եւ անպայման ակնկալում եմ վստահեմ ձեր օգնությունը, չէ՞, այս կարևորը։ Եվ երրորդ բազային բանը, որ մեկը չի ավարտվում ինքը, իր մեջ անընդհատություն կա, այդ կրթության սովորելու անընդհատությունը, սովորել, չէ՞, եւ դու հասկանաս, որ խնդիրը ոչ թե ինչ որ ժամանակում ինչ որ բան տեղավորնելն է, չէ, ավելի շատ այդ այն հմտությունները փոխանցելը, այն կարողությունները, այն գործիքները, որոնք հնարավորություն կտան այդ կրթությունը շարունակել։ Այս շատ կարևոր է ինձ համար։ Այս երեք բանը ես ասացի, որտեղ դու երեք պահանջեցիր։ Հա, դե եթե այլի կարևոր բան կա, կարող եք ավելացնել։ Չէ, շնորհակալ եմ։ Այստեղ մեկ էլ մեր օրերում իհարկե այդ երևակայության ու ստեղծականության բանն է։ Ես միշտ դպրոցը որ ասում եմ երևակայություն, այդ ստեղծականություն դպրոցի ինձ համար, որովհետև հակառակ դեպքում էլի գալու է ձանձրույթը, հենց եկավ ձանձրույթը, գալու է իր հետ պարտադրանքը, որ եկավ պարտադրանքը, էլի առաջանալու է իրավունքի հարցը, չէ, որտեղ այդ իրավունքա թե պարտականություն, որ դու պարտադրես, դիմես օրենքի ուժին, հա, օգտվես քո այդ բանից, կարգավիճակից։ Այո։ Այ մի քիչ կուզեի մեր կրթական համակարգին sense պատմական ակնարկ անցկացնենք, քանի որ դուք նաև սովետական ժամանակաշրջանից գալիս եք, միշտ ու ինչ որ յուրահատուկ բան եք ներդրել կրթական համակարգում եւ 80-ականներից մինչեւ օրս այդ համակարգը աշխատացնում եք, այ ինչ կրթություն ժառանգեցինք Հայաստանի Հանրապետությունը, ինչ կրթություն ժառանգեց եւ ինչ տրանսֆորմացիաներ ապրեց, հիմա, չգիտեմ, դեգրադացվեց, թե զարգացավ, դա դուք ասեք։ Գնացինք դուրս չեն գա։ Իմ գործը այդ առումով հեշտ է, ասեմ այսպես, որովհետեւ ես իմ ընկերների հետ խիզախեցի հայտնվելով Բանգլադեշ Արվարձանում, օգտվել այդ խորհրդային շրջանի Գորբաչովյան վերակառուցումից, այդ մի բանի այդպես ազատության շունչ եկավ, չէ, այդ շրջանը 1985-ից 90 թվականներն էր, 85-ից, հա, այդպես ասենք, այդ բանը փորձել այդ Բանգլադեշի այդ նոր ստեղծվող կամ փոխվող, հա, բանադանող այդ միջավայրը դարձնել կրթական, որովհետև հասկանալի էր, որ մեծ թվով ընտանիքներ, որոնք երկար սպասել են իրենց բնակարանային հերթի, չէ, քաղաքի տարբեր տեղերում, Երևանի ծվարած, հանրակացարաններում, բան, մի քանի ընտանիքներով, չէ, Բանգլադեշը կառուցվեց այդպիսի մարդկանց, չէ, հարավարևմտյան զանգվածը արագ բնակարանով բնակեցվելու, որտեղ այգիներ էին, կոլխոզ սովխոզներ էին, հա, եւ այդ ի վերջո այդ կանաչ միջավայրը դարձավ այսօրվա այդ բնակելի Արվարձանը, ես առաջինը դա այդտեղ նկատեցի, որ այդ շատ խնդիր առաջանալու, թե այդ շենքերի միսի բանի մեջ այդ ինչ միջավայրը, ու ինձ թվաց, որ շատ լավ կլինի, որ այդ հնարավորությունը օգտագործվի, որ դու քո ձեռքերով, այսինքն ուսուցիչների խումբը հավաքանին մարդկանց, որոնց կարելի է հավաքել, հատուկ այդ գաղափարի շուրջը, որ եկեք մեր ձեռքերով ստեղծենք նոր միջավայր, որ անպայման լինի կրթական, ստեղծական, հետաքրքիր անպայման, գիտեք, հետաքրքիր այն առումով, որ հետաքրքիր է, երբ դու ստեղծագործող ես, երբ դու փոխում ես, որտեղ պատրաստի բան ատան, ես ունակ շուտ ձանձրանում եմ, դե ասում եմ լավ է, էլի, ասենք, չգիտեմ, ասենք Վիեննան է, օրինակի համար, դե լավ արել են մարդիկ, ստեղծել են, դրել են, բայց ինքան շարժ մի բան է այն առումով, որ արդեն դու անելու բան չունես, այդ ինքը հետաքրքիր չի, իսկ ահա երբ որ արված չի, ես իմ ավարտեմ, դու կարող ես միջամտել, այդ քո նախագիծը լինի, դու դառնաս հեղինակը, շարունակ, հա, եւ այդ փոփոխվող այդ միջավայրը շարունակ անընդհատ դառնա քո կյանքը, ստեղծագործական միջավայր, հա, անպայման, որովհետեւ եթե ստեղծագործական չի, եթե փոփոխելի չի,
ինձ հետաքրքիր չի, որովհետև ամենավտանգավոր բանը դևա էլի, որ քեզ կարող է բանանի, այդ բանը ձանձրույթն է։ Այդ կարող է քեզ խժռի, զրկի պարզապես ապրելու այդ բանից, հավեսից։ Ես ուզում եմ, որ այդ կրթության ողջ ընթացքում այդ հավեսը ոչ թե պակասի, այս հոգնես, այլ շարունակ դու այդ ստեղծական բանից նոր բան ստանաս, ազդակներ ստանաս։ Մենք դեռ կանդրադառնանք Սեբաստացի կրթահամալիրի մեթոդաբանությանը, այդ ստեղծարարությանը, բայց միջև այդ կուզեի այդ ժառանգության մասին խոսանք։ Ինչ կրթական համակարգ ժառանգեցինք ու դեպի ուր տարանք։ Ես գիտես ոչ թե շատ կենտրոնանայի հիմա դրա վրա, մանավանդ լարված օրա հիմա գիտեմ մի ժամ հետո կարևոր ինձ համար, մեզ համար ուրեմն առցանց հանդիպում ունեմ, վաղը կարևոր հանդիպումներ ունեմ, իրոք այդպիսի բան չեմ, բայց ես կասեի, որ խորհրդային շրջանը որպես ձեռքբերում, որտեղ ես միշտ բան եմ անում, որ ամեն ինչ պետքա կառուցել ձեռքբերման վրա։ Ինչ որ բան ունես, չէ, դու ուզում ես փոխես կամ ուրիշը դարձնես, բայց մեկը պետքա ձեռքբերման վրա կառուցվի եւ անընդհատ պետքա այդ ձեռքբերումը դառնա քո բանը, հենարանը։ Այդտեղ ինչ կար սովետի, այդ սովորույթը կար արդեն, կրթության նկատմամբ կար դրական վերաբերմունք, իմ մոր օրինակով պիտի ասեմ, չէ, մայրս կրթված չէր, իր անունը կարող էր 3-4 սխալով գրել, հա, եթե գրեր ընդհանրապես հայրս կրթված չէր, բան, այս բանը, բայց այդտեղ ակնածանք կար կրթության կարևորությունը, մայրս կռանում էր ու գետին ընկած գրոտած թուղթը անպայման վերցնում էր, գրքի նկատմամբ, ուսուցչի նկատմուսի բան, ուսուցչի ուրեմն անսխալ լինելը, մյուս լինելը եւ երեխաներին կրթության տալը, այս կարևոր բան էր, այս փոխանցվեց, հա, բանը։ Ես այս շատ կարևոր եմ հարմարում, որովհետեւ ինքը մանավանդ մի քիչ երկարատև որ եղավ, չէ, ստեղծվեցին կամ կրթություն ստացան ուսուցիչներ, դրանց մեջ լավ ուսուցիչներ, շատ լավ ուսուցիչներ եւ այլն, եւ այս բանը եղավ, այս նաեւ ռեժիմը եղավ, որովհետեւ մեկը կրթությունը ինքնակրթությամբ ուղեկցվող, ինքը ռեժիմի հետ կապվում է, չէ, ինչ որ բան պետքա sense կայուն կամ հնարավոր ժամանակի մեջ տեղավորես, հա, որ կարողանաս ինչ որ բան յուրացնես, դա դարձնես ամբողջական, դառնակոն եւ այլն։ Այս դրանք կարևոր բաներ էին, այդ նշանակում է նաեւ ինստիտուտներ ոչ միայն է համալսարանը նկատի ունեն բան չէ, այլ դրանց սպասարկող ինչպես գրադարանն է, չէ, գրքաստեղծությունն է, այսպիսի բաներ, որոնք պատկերացրեք, որ բանից, եթե վերցնենք 1920-ական թվականները, չէ, խորհրդային միությունն ենք, խորհրդային Հայաստանն ենք, չէ, վերցնում։ Այդ արդեն 60 տարում համարենք, որ այս 80-ական թվականներին մտա կրթություն, ես միջև ուղղակի համալսարանում էի սովորում, աշխատում հա մի տարի, 80-ական թվականներին մտա, արդեն այս 60 տարում ահագին բան կար, այսինքն ինչ որ հենվելու բան կար անպայման։ Եվ ես դրանից լի օգտվել եմ, իհարկե մեծ շնորհակալությամբ դա նշում եմ։ Այո, ես էլ խորհրդային տարիներին երևի տենց 3-4 դասարան եմ եղել ու այդ տպավորությունը կարգապահության համակարգի ազդեցության տպավորությունը կար, բայց հետո կամաց խնդիրներ առաջացան ընդհանուր մեր համակարգում, առաջի հերթին իմ համար այսօր էլ ամենամեծ խնդիրը դա ուսուցչի հեղինակությունն է, որը ոչ մի ձևով ոնց որ չեն կարող համակարգը այնպես ձևավորեն, որ այդ հեղինակությունը սկսվի վերականգնվել։ Այս առումով ինչ դիտարկումներ կունենաք, ինչա պետք անել, որ ուսուցչի հեղինակությունը, իր սոցիալական վիճակները, աշխատավարձից սկսած մինչև իր մասնագիտական Չէ, արագ կատարվեցին 80-ից հետո, որ ասում եմ Գորբաչովան բանը, արագ գնաց ամեն ինչ, ոնց որ մի տեսակ այդ ռեժիմը, այդ համակարգը, երկաթե վարագույրներով փակ համակարգը անսասան թվացող, դա էլ պետք է նշել, որ անսասան էր թվում այդ երկիրը, այդ Ստալինից եկող բանը, ռեժիմի ամրությունը բանը թվում էր, ով էր կասկածի տակ առնում։ Ամենատպես ամեն ինչ շատ արագ
բան արեց, տարավ ձեռից փախավ, այսպես ասած։ Հա, սենց ասոցիացիա մոտս առաջացավ, ասիկ վարագույր, պատկերացեցի վարագույրը ընկավ ու սենց ինչ որ ռուսերեն ասած սկվազնյակը շատ բաներ տարավ։ Այդ բանը կա, այդտեղից էլ այդ ամեն ինչ դրա մեջ վատ բան կա, բայց անխուսափելի բան էր։ Հիմա որ շատ քննադատենք կամ քննարկենք, բան չի փոխվելու, որովհետև այդպես եղավ։ Եվ այստեղ ես որ ասում եք ուսուցչի լավ ուսուցչի բան, այդքան համաձայն չլինեմ, ուղղակի սկսվեց ենթարկիր ամեն ինչ կասկածի, որ ավելի որ նորից հայտնագործես այն, հա, որովհետև այդ չի նշանակում, որ կասկածում ես դու հրաժարվում ես, չէ։ Ուղղակի հնարավորություն ունես ինքդ նորից այդ բանը հայտնաբերելու, հաստատելու ինքդ քո համար։ Լավ ուսուցիչը միշտ էլ արժեք է, սովետի ժամանակ ա եղել, ինչի հիմա այդպես չի։ Ով իր լավ ուսուցչին կամ ես հիմա իմ սոմայի դաստիարակներին, vagy նոր սոմային հիմա մանկապարտեզից վերցրեցի մեր կրթահամալիրի քոլեջից, չէ, այս ինչ ասեցի, գնա փաթաթվի, գնա եւ այդ փաթաթվել այդ աղջիկներին, Արմինեին, Սեդային, այդ գրկելը, ոտքերը բան, մի բան այդ իմ շնորհակալությունն է, ես այդ անընդհատ կշեշտեմ, այդ կլինի լավ դաստիարակը, այդ մեր աստղիկի շատ սիրելի արևմտյան դպրոցի չէ, Գյոնջան Արմինեի նկատմամբ այդ հիացմունքը, երբ որ երկրորդ դասանցին այդպես խոսում է, այդ ուրախությունը, գիտեք, որ իր անվան հետ Արմինե Գյոնջյանի հետ սովորական լավ առնում սովորական կին չէ, մեր իդեպ մանկավարժական քոլեջն էլ ավարտած կրթահամալիրի, դե այդ շատ մեծ բան է, այնի դաստիարակը, այնի դասվարը, պատկերացեք կյանքի մի կարևոր կտոր այդ ուղեկիցներով ա գնում, այնպես որ ինձ որ հարցում են ասում են բլեան դպրոց, ես ասում եմ այդպիսի ուսուցիչների մեծ այդպես ստեղծագործական հավաքանի, ես այդպես եմ պատկերացրել։ Միանշանակ դպրոցը պիտի այդպեսին լինի, եւ իհարկե ով հարգում է ուսուցչին, ուսուցչի աշխատանքը, այդ մարդիկ հիմա էլ կան, շատ կան, ուղղակի մի տեսակ է սոցիալական անապահով վիճակը ուսուցիչների, ես չեմ վախեն այդպես բնութագրել, հիմնական հանրակրթական դպրոցներում մի քիչ բացասական ընտրասերում տեղի ունեցավ, այս ի նկատի ունեմ, որ հա, բայց ես արագ քեզ ուզում եմ փախցնեմ այդտեղից, չէ, բերեմ իմ սիրած միջավայր, ժամանակն էլ քիչ է, այստեղ գիտեք, ես այդ ուսուցչի վճարը երկու կողմ եմ նայում, այդ իրոք շնորհակալությունն է հասարակության միշտ քիչ է լինելու, այդ վճարածը հասարակության, որովհետև այդ պետությունը, այդ իշխանությունը հանդես է գալիս հասարակության անունից, այդ շնորհակալությունը, այդ աշխատավարձը, այդ պայմանները, որ պետքա ստեղծի, չէ, բայց այստեղ կա մի ուրիշ բան էլ, այն շփումը կամ այն շփումից ստացող ապրումակցությունը, որ ունենում է ուսուցիչը այդ մասնագիտական, որը միշտ այդ մանկավարժության բանում նորանոր հետաքրքիր նվիրյալներ, մարդիկ, որ զարմանում ես անընդհատ շարունակ 24 ժամ, հա, 24 տարի, այդ հələ ժամը այդ մեկ օրնա չէ, բա 24 տարիներով աշխատում են, բան այդ ինչն է, այդ մասնագիտության բանն է, այդ հմայքն է, որ ինքը շփում է երեխայի հետ, բայց մյուս կողմից էլ կարելի է դա հասկանալ, դու մի երեխա ես ունենում, այդքան հետաքրքիր է այդ երեխան, հիմա պատկերացա բազում այդպիսի երեխաների այդ հետաքրքիր այդ մարդուկների աշխարհը, այդ աշխարհում իրենց հետ լինելը, չէ՞։ Միանշանակ, ապա դա էլ անփոխարինելի։ Դրա համար միշտ ցանկացած վիճակում բանա այդ մանկավարժություն գալու են շատ հետաքրքիր մարդիկ, սա այդ ցկողությունն է, որ բերելու է, դա ուրիշ մասնագիտություն է, սա չեմ ասում, որ դրանով փոխհատուցում է, չէ, եւ դրանով նաեւ բանանում հնարավորություն է տալիս հասարակությանը ծնողներին, ուրեմն կարեւորել գնահատել եւ փորձել ավելի բան լինի, էլի, քո այդ վճարը դարձնես համապատասխան այն վաստակին, որ ունի լավ ուսուցիչը։ Պարզ է, որ անընդհատ պարտքի մեջ ենք բոլորս մեր ուսուցիչների նկատմամբ, ես որպես հիմնադիր տնօրեն շարունակ 40 տարի այդ պարտքերը կուտակում եմ, բայց դա այդպես է։
Ես նաև կուզեի անդրադառնանք տղամարդ ուսուցիչների խնդրին, որովհետև հենց այդ նույն անապահովության խնդիրը ավելի շատ կանանց ա բերում այդ դաշտ ու տղամարդիկ մի քիչ հեռու են մնում։ Ես մենակ դրանով չի բացատրի, տղամարդիկ ծույլ են Էլի նաև, ծույլ են։ Կարա լինի, հա։ Փախնում են բան են անում, որտեվ այդ կինը, գիտեք, մեկը կնոջ այդ աշխատունակությունը, ես այդպես ասեմ, որովհետև լսեք ինքը մի դպրոցում ես ցուցակ եմ վերցնում, ասում եմ շատ երեխաներ ունեցող, ասենք 4 երեխաներ օրինակի համար չէ։ Ես պարզեցի, որ 4-ից ավել մեզանում մենակ ես ունեմ։ Բայց 4-ը։ Հետո նայեցի այդ 4 երեխա ունեցողների, գիտեք ինչ զարմանում։ Ինձ հետաքրքիր մի հատ փունջ է, ընդունակ, նվիրված։ Ես այդ զարմանքից ոնց դու համ 4 սեփական այդ երեխա ունես, չէ՞։ Ուրեմն պատկերացրիր այդ խնամքը, յուրաքանչյուր երեխայի մայրերը, հա, մայրերը 4 երեխա ունի ու գումարած ծանրաբեռնված ուսուցիչ։ Ես այն զարմացած այդ մանին չեմ կարողանում պատասխանել, ոնց հնարավոր, որտեղ մեկ երեխայի դեպքում էլ արդեն մեկ հաստիկով աշխատող մարդ կա, չէ՞, որտեղ ամեն մեկը ունի մեր նման, չէ՞, տենց նավս, տղամարդու նավս ունի, չէ՞։ Պահումա չէ, ճիշտ է, խնամումա բանանում, բայց հիմա դուք պատկերացրեք դրանից 4, դրան գումարումա 4 երեխա կամ երեխաներ ու մեկ էլ այդ ռեժիմ աշխատանքի ուսուցչական, որտեղ դա մեկը ռեժիմային աշխատանքա շաբաթը 5 օր, դու առավոտյան պետքա 9-ին, չէ, կոկիկ, խնամված, հետաքրքիր, թարմ, որովհետև երեխան ու մեղավոր չի, որ դու չգիտեմ քանի տարի հոգնած բան ինքը նորա գալիս, չէ, հայ սեպտեմբերի 1-ը կգան հարյուրավոր նոր երեխաներ բան ու դու պետքա այդ նույն առույգի, հա, խինդի, հավեսի բանի մեջ այդ դիմավորես։ Այս անընդհատությունը տղամարդիկ չեն տանի, չէ, տեսակի արծ, սերի արծը։ Դրա համար միշտ այդպես ասենք հանրակրթական դպրոցում մայրիշխանություն կլինի, մայրություն, այդ երևի դատապարտված մի բան։ Լավ, իսկ այդ ձեր դպրոցում էլ կա բնագիտականների ու հումանիտարների տարբերության խնդիր, այսինքն ասում են բնագիտական ուղղության ուսուցիչների պակաս ավելի շատ է, ավելի սուղ են ու հիմա դա նաև մասնագիտական բայց եթե ես այն կարծիքին եմ մեկը մենք խոսում ենք հումանիտար մանկավարժության մասին եւ դպրոցը հանրակրթական դպրոց այդ մարդասիրության այդ հումանիզմի չնայած բնագիտությունը այդտեղ չի խանգարում բան չի անում բայց այդտեղ երաժշտությունը գեղարվեստը խաղը ուրեմն այդ առողջագիտությունը միսը իրենց բանով միասին լինելու միասին ապրելու քայլելու միասին խոհանոց անելու միասին ուտելու մաքրելու այս բանը միասին անելու այդ թերապետող լինելու դպրոց չկա այդ հումանիզմով բանը տոգորված չլինի միջև վերջ եւ բնագիտությունը որպես մտածողության ձև համակարգ բան ամբողջական այդպիսի բան որպես երևակայության խթանման իր մաթեմատիկայով թե ուրեմն ֆիզիկայով բայց միևնույն է այդ իհարկե կարևոր տեղ կունենա բայց պետք է բանել չանել էլի չոգևորվել բանի որտեղ մենք խոսում ենք հանրակրթական դպրոցի մասին հանրային կրթության մասին իսկ բանը պետք է արվի այդտեղ լրացուցիչ կրթության բաներ պետք է մտնեն այսինքն պետք է այնպես անել որ այն խնդիրները որ դուք ուզում եք ինչ որ խմբերի համար լուծեք երբեք չխառնեք հանրային կրթության այդ բանի հետ որ նա լինի ավելի ընտրված խմբերի համար իսկ հենց հանրակրթությունը իր վրա գործառույթ ունի երեխային դաստիարակելու թե այդ դաստիարակության գործառույթը ասենց պիտի կողքի դրվի ու զուտ գիտելիքները տրվեն միջավայրի առումով հա ասենք ասացիք միջավայրի իհարկե դաստիարակում է բայց դրանից համար միջավայրում ձևավորվում ես միջավայրը քեզ ձևավորում է կներեք ուզում եմ ասեմ համակարգը ասենք օրինակ կրթության նախարարությունը դրա գործառույթը ինչ որ ձևի սահմանում է թե ամեն մի դպրոց ինքը իր միջավայրը ստեղծելով նաև փորձում է դաստիարակության հարցը լուծի ես ընդհանրապես դպրոցի ապագան մյուս քանի որ
դուք չեք կարող շրջանցել ուսուցչին, որտեղ այդ ուրիշ բան է դառնում, ամենայն դեպս այդ արդեն դպրոց չի ուրիշ բան է։ Ես ինքնակրթությունը շատ կարևորում եմ, գուցե ուրեմն թիվ 1 ուսուցիչն է, ինքդ քեզ կրթելը եւ երբեք քեզնից պետքա չոտարես, որտեղ նույն դպրոցում սովորում են հարյուրավոր մարդիկ, բայց տեսնում ես այդ նույն դպրոցից դուրս եկան առավելները, որոնք ինչով են հասել ընտանեկան միջավայր, գումարած այդ ինքդ քո այն ինչ որ ստեղծել ես, դրան ավանենք ինքնուսուցում, ինքնակրթություն, այդ սրանից ոչ միտեղ չես փախչի, երբեք չպետք է մոռանալ հակառակը լավ հանրակրթությունը, հանրային կրթությունը պետքա բանանի, այս ինքնուսուցման գործիքը շատ կարևոր է եւ երեխային շարունակ մղի բանի այդ հավեսի բերի ինքնուրույն շարունակելու այն տանը, երբ որ ինք ուզում է կարդալ եւ ուզում է ավելին իմանալ, ավելին ճանաչել, բան եւ այդ անում է որպես սեփական հաճույք։ Սա փաստ է։ Հիմա այդտեղ ինչը քանգարի դուք ասեք, մենք ուզում ենք բան տեսնել, հակադրություն տեսնել, ես հակադրություն չեմ տեսնում։ Չէ, հակադրության համար չեմ ասում, համակարգի առումով եմ ասում, նախարարությունը կամ գերատեսչությունը, որը պատասխանատու է կրթության համար, ինքը սահմանում է ինչ-որ դաստիարակության նորմեր, միջավայրի նորմեր, թե 3-4 տարվա այդ բանը անցավ այդ հիվանդանոցային բանում, ես հաճախ կորցնում եմ, այդպես ասած, խոսքի թելը, բայց հիմա ուրեմն արագ գտա ես դպրոցի ապագան, հանրակրթական դպրոցի ապագան բանի հետ եմ կապում, այդ հեղինակային դպրոցի հետ, հեղինակային այն առումով, որ հնարավորություն է տալիս ուսուցչին դառնալ իր գործի հեղինակը։ Մյուս անվանում եմ, գիտեք, այդ ստեղծագործությունը այն բան է, որից որ դու զրկում ես ուսուցչին, եթե ինքը այդպես, ինքն էլ կզրկի երեխային։ Այդ շատ ես այդ համան որպես մանկավարժություն, այդպեսին պիտի լինի մանկավարժությունը։ Բուն մանկավարժությունը, եթե ստեղծագործական չի, եթե չի պահանջում, որ ուսուցիչը այդ ստեղծականությունը ուրեմն իր բանը դարձնի, կյանքը դարձնի, այդպես ապրի, այդպես մտածի, այդպես հարաբերվի, դու երեխային ես զրկում։ Դրա համար ես չեմ հասկանում ոչ ստեղծական ինչ է նշանակում, ոչ պատասխանատու, այսինքն ինքը պետքա ուրեմն վատանի ու գցի ուրիշի վրա, բացատրի անընդհատ թե ինչի է վատանում։ Ինքը պատասխանատու պետքա չլինի իր արածի համար, որը ես չեմ հասկանում, ամենավտանգավոր մասը։ Այստեղից էլ անմեղսունակ լինելը։ Այնպես որ այդ ստեղծականությունը ինձ համար գլխավորն է, այսինքն քո գործը, իսկ այդ մանկավարժությունը այդ քո գործն է, երբ որ ունես բարձրագույն կրթություն եւ ստացել ես հնարավորություն այդ քո երեխայի հետ այդ կյանքը որպես գլխավոր ստեղծական աշխատանք, գլխավոր նախագիծ, իր միջավայրովին ամեն ինչով ինքը տանես, բա այլ ինչի եմ եկել ես։ Այդ ինչ բան է։ Ձեր դպրոցը ուսուցիչներին էլ է տալիս այդ հնարավորությունը, սովորողներին։ Ես ասում եմ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր։ Ես ավելի լայն եմ խոսում։ Ես այդ չասեցի։ Այսօր մենք հասանք դեռ 1900 ուրեմն հենց ստեղծվեց 88-ից, 88-ից այդ խնդիրը այդպես դրվեց, այդտեղից էլ նաև փորձարարական հետազոտական, այդտեղից էլ նաև այլընտրանքը պետականին, այլընտրանքը անգիրի դպրոցին, այս բանը կա։ Ինչ վերաբերում է, դուք էլի ասեցիք ռեժիմին, ես այդ միշտ ասում եմ ստեղծական աշխատանքը ինքը պահանջում է կարգապահություն։ Ուղղակի այդ քո բանն արդեն բերած կարգն է, որ դու բերում ես, որ դու հիմա պատկերացնեք արտիստը, արվեստագետը, ուզում է գիտնական լինի, ինքը ինչքան ինքնա չէ կարգապահությունը ստեղծում։ Այդ կարգաստեղծ մի բան է։ Գիտեք, ուրիշ բան է ռեժիմ, որ պարտադրում է ու դու բան ես անում, վախի բանով ենթարկվում ես, այդպես ասած չուզենալով։ Ուրիշ բան, որ դու կլանված ես արդեն այդ գործունեության մեջ եւ այդ ինքը քեզ ինքնակարգապահ դարձնում, չէ՞։ Հա, դե ռեժիմի որակից դա կախված է։ Հիմա դաստիարակությանը մի քիչ կուզեմ վերադառնանք։
Այսօր ահագին դաշտում էլ ակտիվ քննարկվում, չգիտեմ, երեխեքը իրար ծեծեցին, հավաքվեցին 10 հոգով մի հոգու ծեծեցին այս խնդիրները ու նաև մյուս կողմից է ծնողը ամեն կերպ փորձում է ամեն գնով պաշտպանի իր երեխային ու միշտ չգիտես ինչու, նու չեմ ասում բոլորը, բայց մեծամասամբ այնպես է դուրս գալի, որ ծնողի աչքերում միշտ ուսուցիչն է սխալ։ Հիմա այս էլ է դաստիարակության խնդիր ու ոնց է այս լուծվում, ասենք օրինակ ձեր մոտ եւ ոնց է նախատեսված նախարարության կողմից։ Ես չասեմ ոնց է նախատեսված, ոնց է ուրիշտեղ լուծվում, որովհետեւ այդ մարդիկ գիտեն, լսողը հիմա գիտի ինչն է իրենը, հա, եւ ինչն է, որ ես ասենք իր համար նոր բան եմ ասում, ավելի լավ, եթե նոր բան չեմ ասում, ընդունելի բան եմ ասում այս գլխից, հա, բայց ես երբեք այդ դաստիարակությունը, որ առանձնացնում են այդ ուսուցումից, այդպես ասած, ես չեմ հասկացել, դա հանրային դպրոց չի, դա հանրակրթություն չի, մեկը, ինձ համար դա հանրակրթություն չի, ես չեմ առանձնացնել ու չեմ առանձնացնի, որովհետև այդ նախ հումանիզմը, որ ասում է, հումանիզմը, այն բանը, այդ միջավայրը, այդ շփման միջավայրը մինչև վերջ հումանիզմով մարդասիրությամբ պետք է տոգորված լինի, ներծծված լինի։ Թե չէ ուր ես հավաքել մարդկանց, հավաքել ես որ ինչ, ենիչերներ վերասած այն առանցքային բաղադրիչը, փոխադարձ հարգանք։ Այո, այդտեղից էլ այդ բոլորը գալիս է, այդ հավասարությունը, չէ, այդ բանը ճշտապելը, ինչ որ բան քննարկելու, դիմացին դարձնելու, իրար փոխանցելու, այս բոլորը, չէ, այդ քո պատասխանատվությունը, այդ ընկերոջ աչքերի մեջ այդ ցավը տեսնելու, շարունակ տեսնելու, շարունակ ընկերոջ բանը աչքերի մեջ նայելու, շարունակ ընկերոջ գրկելու, ապրումակցելու, ներելու, սիրելու, հա, այս մշտական մի բան է, դու չես կարող ասես, այս կպրծնի դասը, հետո մենք դրանով կզբաղվենք։ Ես դրա համար եմ այդ մեր մանկավարժությունը ասում եմ միջավայրաստեղծ։ Մի միջավայր պետք է լինի, որտեղ դու 24 ժամ անընդհատ, ընդ որում այո, շարունակությունը տանը, նույն միջավայրը տանը, շարունակությունը փողոցում։ Իսկ ծնողները, եթե երեխա են ունենում ընդհանրապես, իրանց մոտ գիտեք շատ կարևոր ոչ միայն պատասխանատվությունը այդ երեխայի նկատմամբ, ինքը սկսում է որպես ավագ գործել, պիտի գործի որպես ավագ, որտեղ տեսեք իմ երեխան միշտ ինչ որ խմբի մեջ է, Սոման, Աստղիկը, թե հիմա Դավիթը Բլեան, որ բանը հենց հիմա Վիեննայում իր ընկերների հետ է կարևոր ուսումնական նախագծի մեջ են, շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար։ Դուք պատկերացրեք, որ ամեն մի ծնող բան անում, անդադ տրամադրում է երեխայի դեմ, ոչ թե բոլորը իր երեխաներն են, եւ այդ բոլոր երեխաների մեջ իր երեխան է, այսինքն ինքը դրանով եւ ասում է բոլորը իմ երեխաներն են, ինքը միջավայր է ստեղծում, հենց իր երեխայի մոտ։ Երբ որ ինքը այդտեղ չի, ինքը մեկ է, այդտեղ չի լինելու, չէ, որովհետեւ լավ 5 րոպեով, 10 րոպեով դու մտար ինչ արիր, փչացրիր, մխտրեցիր, հակադրեցիր, հա, իմ ու քո արեցիր, հակառակը, որովհետեւ երեխաների վրա ավելի շատ ազդում է կներեք ոչ թե ուսուցիչը, այլ այդ ընկերային միջավայրը եւ ուսուցիչը դրա համար է այդ ընկերային միջավայրը այդպես կարեւոր է, որովհետեւ բոլորի վրա ազդում է։ Ու բոլորս հասարակություն, իշխանություն, բոլոր մակարդակներում պետք է շարունակ աշխատենք այդ ընկերային, այդ հավասար, չէ, այդ միջավայրը ստեղծելու ու դրա պահպանելու վրա։ Դա է, որ 24 ժամ բարերար ազդելու է։ Եվ այդ դրանից կարող է օգտվի յուրաքանչյուրը եւ պետք է օգտվի յուրաքանչյուրը։ Մեզանում մեր գլխավոր դժբախտությունները գալիս են միջավայրը թերագնահատելուց, այդ քո ազդեցությունը բաժանելու պորցիաների, բաժինների, հա, գտալով ես հիմա գտամ այդ բաժինները, որտեղ մենք տանուլ ենք։ Կտոր չի, միջավայրը ընդհանուր է, կտորներով չի։ Հենց անընդհատ ծնողների շատ լավ ասիկ, որ ծնողի տրամադրելու այդ մոտիվը երեխային պիտի տրամադրի, այսինքն այդ երեք օղակը ծնող, ուսուցիչ, դպրոց
3 օղակը աշխատում են այդ միջավայրի վրա ու ծնողի դերն էլ մեծ նշանակություն ունի։ Ինչպես կտրամադրի երեխաների նկատմամբ, ուսուցիչների նկատմամբ եւ ընդհանուր դպրոցի միջավայրի նկատմամբ։ Եվ դրա համար ես բաժանում եմ ավագների ու կրտսերների, այստեղ կարող է կենսափորձի տարբերություն լինի, բայց միևնույնն է, այդ Ջանի Ռոդարոյից փոխանցված այդ սահմանումը դպրոցի որպես տարբեր կենսափորձող մարդկանց, հա, այդ մշտական, ստեղծական այդ միջավայրում շփումը այնց համար անքննելի է, դա այդպես է։ Մի քիչ կուզեմ ձեր դպրոցի, այսինքն որպես մեդիա թվային դպրոցի մարտահրավերներից խոսենք։ Դուք շատ եք օգտագործում թվային գործիքներ, ինտերնետ եւ այլն, ու այդ դաշտում անդադ ինչ որ մարտահրավերներ են գալիս, սկսած անվտանգությունից, երեխաների կախվածությունից, խաղեր, սոցցանցեր, այս մարտահրավերներին ոնց եք դիմակայում։ Ինձ անդադ մեղադրում են դրա մեջ, որ ես sense բան եմ անում, ասում եմ թվային միջոցները ոնց որ թե ես եմ ստեղծել, ես եմ բերել։ Ես որ արած լինեի կասեի։ Այդպես չի, նրանք եկել են մեր կյանք։ Ընդհանրապես այդ գործիքները շարունակ անընդհատ փոխվում են, որ մենք մտանք, ասենք, այս 80-ական թվականներին ստեղծում է այդ գրամեքենաները, այդ տպագրական սարքերը, այդ բանի այսինքն ամենաառաջադեմ գործիքները շարունակ մենք բերում ենք կենցաղից, այդպես ասեմ, կենցաղից, որտեղ այդտեղ կարող են լինել հաստոցներ, շաղափային, բան, այլ գործիքներ, չէ, գյուղատնտեսական, հա, ուրեմն խառատային, ամենատարբեր գործիքներ։ Միջև արհեստական բան։ Հա, լուրջ եմ ասում, այդ անընդհատ այդ գործիքները անընդհատ գալիս է, չես ուզենա երեխան չտես լինի, հետո մտնի արտադրություն կամ մտնի, այդպես ասած, կենցաղ, հա, շարունակի կենցաղում ինչ լինի, բա որտեղ իր շփումը լիներ այդ բաները։ Այնպես էլ թվային եկավ, ինքը եկավ շատ արագ հասավ, հա, եւ մտավ կենցաղ եւ առաջիններից էինք մենք, որ ասեցինք ափսոսա ինչու չօգտագործես այն բանը երեխայի նաեւ դպրոցում, հա, այդ միանշանակ պետք է օգտագործել, ի նկատի ունեմ, կներեք, ոնց որ այդ հաստոց շաղապ օգտագործելու համար կա անվտանգության կանոններ, չէ՞, նույնն էլ այդ գործիքների, թվային գործիքների համար պիտի անվտանգության կանոններ լինի, այս դրա մասին է խոսքը։ Այդ բոլոր գործիքների համար կան, բոլոր դուք ասեք գործիք, որտեղ այդ չկա, բոլոր գործիքները պահանջում են այդ անվտանգ, պատահական չի, հիմա շատ են օգտագործում անվտանգ ու ապահով միջավայր, չէ, մենք ավելացնում ենք դրանց ստեղծական միջավայր, չէ, հետաքրքիր միջավայր, որովհետև միջավայրը պիտի անպայման ստեղծական այդ առումով հետաքրքիր լինի, առողջ միջավայր են առումով, որ ուրեմն կանաչ միջավայր ինքը հետաքրքիր լինի այս բանի առումով, բայց մեկ է այդ անվտանգության հարցը միշտ կա, միշտ, ինչի, բա որ դպրոցը չլուծեց այդ անվտանգության հարցը եւ երեխային չփոխանցեց այդ հմտությունները ու հերո պահեց, այդ էլ մի ուրիշ խնդիր է, հետո այդ տանը այդ շփումը անընդհատ բանը լինելու չէ, ուրիշ բան, որ մենք պիտի այդ թվային գործիքների հետ այդ ամբողջ անվտանգությունը, ապահովությունը այդ գործիքի բանի իր հետ այդ ուսուցումը, որ միաժամանակ կարվող բաներ են, այսինքն երեխաները ոնց որ գիտեք առաջ էլ կար այդ գիրքը ինչպես կարդալ, լուսավորությունը կար, չէ, լիքը բաներ անընդհատ եղել է այդ հարցը։ Ուղղակի հիմա ծնողը ինքը կարող է այդ անվտանգության այդ բանը չի յուրացնում ինքը, ինձ էլ է վերաբերում, բոլորիս է վերաբերում։ Եվ դրա համար փոխանցումը մի բան, եթե դու չես բանանում, չես յուրացրել, դժվար կլինի այդ այնքան արագ է այդ ամեն ինչը, չես էլ հասցնում յուրացնել։ Իսկ սենց մի հատ հարց, այս արհեստական բանականությունը մեծ թափով սենց գալիս է ալիքի նման ու ներդրվում է բոլոր ոլորտներում, այդ թվում կրթական ոլորտում ու շատ խոսակցություններ կան, որ կգա մի պահ, որ ուսուցիչները կփոխարինվեն արհեստական բանականությամբ, բայց ձեր կարծիքով ինչքանով կփոխարինվեն, որ մասով կփոխարինվեն եւ այսօրվա ուսուցիչը ինչ անելիք ունի այդ ուղղությամբ, որպեսզի այդ փոխարինվելու մասը շատ հնարավորինս անցավ անցնի իր համար։
իմ սահմանման դեպքում այնպես որ ես ասում էի, այդ շփումը մարդկային, չէ, այդ միջավայրը միասին լինելը, միասին քայլելը, միասին ապրելը, դա որևէ վտանգ չեմ տեսնում, հակառակը, այդպիսի հավատարիմ, հուսալի ընկերային միջավայրը ուղղակի անհրաժեշտություն է դառնում, այդ հակառակ դեպքում լրիվ անպաշտպան է դառնում մարդը, այդպես ասեմ, հատկապես երեխան, որտեղ ծնողները առայժմ այլ բան, գիտեք, իրանց բանը, այդպես ասեց, կյանքը այնպես չի, որ անընդհատ երեխաների հետ է, անընդհատ ընտանիքի հետ է, ինչ-որ մի ժամանակ իրանք բաժանել են, չէ, այս աշխատանքն է, այս կյանքն է, դրա համար երեխաների միասին լինելու սոցիալականացումը, այդ կմնա ուսուցիչների վրա, անընդհատ կմնա, այստեղ բերում է մի բան, ասեմ, ուսուցչի ազնվությունը, անկեղծությունը, գիտեք, որ այս բաները ես էլ չգիտեմ, այս բաները իրար հետ հարցնենք, այդտեղից պետք է սկսվի, այսինքն գործիքա համատեղ, որ կարող ենք համատեղ օգտագործել, չէ, այստեղ հիմա ինչա բանանում, որ ասում ուսուցիչը մի օր առաջ էր սովորում, գալիս է դպրոց, հետո ցույց է տալիս, որ հիմա տենց չի, դե հիմա այս փաստը պետք է ուսուցիչները ընդունեն, այդ պետք է ընդունել, դնել մի կողմը, բայց ավելի լավ չի, որ կարելի է այն ինչ որ կարելի է հարցնելով այդ բանականությունը որպես գործիք միջոց օգտագործել ու բանը գնա արդեն տեղից սկսվի քո դերը, այսինքն այդ ստեղծականություն բան որ ասում ենք, արդեն այս արածը արի հիմա սրա վրա կառուցենք մնացածը։ Ուղղակի ստե մի, չգիտեմ, վտանգ ասեմ թե ոնց, բայց կա այդ տենդենսը, արհեստական բանականությունը բավականին լավ իմիտացնում է այդ ապրումակցումը, հուզականությունը ու մարդը մի քիչ որ շատ է սկսում շփվել հետը, հատկապես երեխաները կարան տրվեն դրան ու այդ նույն սոցիալականացումը դառնա ինչ որ վիրտուալ միջավայրի կեղծ սոցիալականացում ու մարդիկ կտրվեն իրականությունից։ Այս վտանգը տեսնում եք, թե սա կեղծ վտանգ է։ Կարա սա ամեն ինչն էս լինի որ էլ ապրելը չգա։ Ձերքը տապտաս, ես կարծում եմ առաջ պետք չի ընկնել, որովհետև իրոք շատ մեծ ռոդարիներ ասում երևակայություն է պետք բան անելու համար, պատկերացնելու համար, այդ ինքը ասում էր այդ դպրոցի համար բերթեր չէ, բերթի երբ որ պատերը բան են անում, այդ աղմկոտ, այդպես բանով, շաչյունով բան անում էլի, խորտակվում է ու այդ ազատ, ինքը ուզում էր ազատ երեխայի դպրոցի բան ինքը տեսնում էր, հա։ Հիմա որ շատ բան անենք, զոր տանք, չէ, ուզենանք բան անել, բայց ինչի համար դա անել։ Այստեղ իրոք կտական այն միտքը, որ օրվա հոգսը բավ է օրվա համար, եկեք այսօրվա արհեստական բանականությունը արդեն այսօր չէ, հենց այսօր կա այս չափով բանը արդեն քիչ փորձություն չի մեզ բան անում։ Եկեք այդ մի հատ իրեն բերենք մեր բան, մարսենք, չէ, ուրեմն եւ տեսնենք, որ մեկը չի կարա այդեն սարսափը լինի, որ իրոք մեզ զրկի այդ բնական շփումից, մարդկային կյանքից, հետո տեսնենք ինչ անի։ Լավ, մեկ էլ կուզեի իմանալ ձեր դպրոցում մշակազներ դրած այս մեթոդները, ինչ որ ձևով կիրառվում են հանրակրթական մյուս դպրոցներում, ոնց որ թե չափորոշիչների մեջ նախագծային ուսուցում բան սկսել են ներդնել, այդ մոտավորապես մոտ այն ինչ որ դուք եք անում, միած սրա մասին կուզեի խոսենք։ Չէ, գիտեք, նախարարությանը միշտ մենք ասում ենք հարգանքով, հա, փոփոխությունների այսօրվա ներդրված նոր չափորոշիչի, որ լավ կներ ամեն անգամ, երբ որ փաստաթուղթ շրջանառվում, հայաստանյան փորձը, այդ փորձի ուսումնասիրությունը բան, որովհետև նախ իրոք կարևոր է, որ կրթությունը հենված լինի այդ համայնքի, պետությունն էլ համայնք դիտենք որպես, չէ, այդ համայնքի, այդ կուտակացի, ստեղծածի միսի, հատկապես ներքին, այո, սովորենք էլի այդ բանը, հարգանքով վերաբերենք մեր ստեղծածի, այդտեղ լիքը բրենդել կա էլի, մանավանդ կրթության, հանրակրթության մեջ այդ ազգային կոչվածը շատ էլ արժեքավոր է, որտեղ հակառակ դեպքում
ուրեմն հետո դու հասկանաս թե ինչ բաց թողումներ ուրեմն որ կարող էիր չունենալ, հա, դու պարզապես բան արեցիր քո արածը ինչ որտեղ բանը զրկվեց էլի արժեքից կամ հակառակ ազդեցություն ունեցավ դրա համար փաստաթուղթ որը բան կանի էլի կգնահատի կարևորի այդ ձեռքբերումները եւ այդտեղ ամեն անգամ կերևար եւ կգնահատվեր մարդը կազմակերպությունը անհատը իր կատարած ցավոք սրտի փաստաթղթերը զուրկ են կամ անընդհատ բանալվում որ դա միջազգային փորձն է այս այդքան համաձայն չեմ դրա ես միշտ Աղայանի օրինակն եմ բերում ավելի առաջադեմ մարդ մանկավար ես այդպես էլ իմ շփման մեջ այդպես կարդալու բանի մեջ ես չտեսա այդ առումով այնպես որ այստեղ այդ չի խնդիրը քո արածը կարևորելու մեջ է վստահ կարող եմ ասել որ մեր գոնե 40 տարվա այդ չարչարանքը անպայման մենք միշտ աշխատել ենք բաց համակարգում բաց մենք երբեք կողպեկներ չենք ունեցել միշտ ասել ենք ձրի են կարել չնայած այդքան էլ ձրի չի որովհետև այդ մեր սեփական չարչարանքի բանի արդյունքում էր ձեռք բերածը բայց նկատի ունեցենք որ մանկավարժությունը չի սիրում բաներ փականներ կողպեկներ հա փակ այդպես բաներ էլի սնդուկներ, դարակներ, պահարաններ մենք ի սկզբանե բաց ենք եղել բաց դռները տեղ են եղել չէ մեր վերցրեք մեդիան մեր գրադարանը մեր ուսուցիչների բլոգները դպրոցների բան ամբողջ ինչ որ արած կլինեք այդտեղ դուք փակ բան չեք տեսնի որովհետև շատ կարևոր է որ փոխանցումը կատարվի 24 ժամ անընդհատ չէ այսօր էլ գիտեք երբ որ ասենք նույն գարնանային ճամբարի ընթացքում 100-ից ավել մարդ չէ ներգրավեց մեր այդ ճամբարներում ես տեսա բոլորի մոտ նույն ուրախությունը որ շփման միջոցով մարդուն փոխանցում ես հատկապես երբ որ 4000 երեխա են սովորում այդքան ընտանիքներ դու ընտանիքների միջոցով ես փոխանցում այդքան ուսուցիչների միջոցով ես փոխանցում ինքը բաց համակարգ է դու անընդհատ տալիս ես այդ Թումանյան Հովհաննեսն ասում էր աշխարհ չեն գալու հոնոր իր տվածն ենք տալուս իրեն ու պիտի ուրախել լինես որովհետև գիտես անընդհատ լցվում ես չէ նես չի որ դու կարող ես սպառվել չես սպառվի որովհետև դու այդ շփման մեջ անընդհատ վերցնում ես քո ընկերներից կա մի վտանգ որ չհասցնես այդ ինչ որ ունես ինչ որ ամբարել ես հանքեր են աղբյուրներ են չէ քչքչան ձայներ են հա երեք բանանես մեկը նոր չես գալու պետք է շնորհակալ լինես որ այդ հնարավորությունը ունես ամբողջովին ուրեմն ունեցածը փոխանցելու ես գիտեմ որ Սեբաստացի կրթահամալիրը տարբեր փորձեր արել ու հիմա էլ շարունակում է տարածվելու այսինքն Բանգլադեշից դուրս գալու այս առումով առաջընթաց կա ինչ որ գործընթացներ այսօր էլ օրինակի համար Արցանց հանդիպում ունեցանք Ստեփանավանի երրորդ դպրոցի մասին էր խոսակցությունը տեսեք բաներ կա որոնք այնքան մեր զրույցի շարունակությունն է այնքան օգուտով կարող էին Հայաստանով մեկ օգտակար լինել օրինակ վերցրեք մեր դպրոց պարտեզները այդ բազային կրթության դպրոց պարտեզ չջոկես այդ սահմանը չդներ չէ բազային կրթություն ասելով մենք մեր հեղինակային մանկավարժությամբ այդ առաջինից 6-րդ դասաններ որտեղ տեսեք Հայաստանում ասում են տարրական դպրոց բայց այդ դպրոցը որպես ինքնուրույն ինչ որ կրթական մի աստիճան ինքը չկա որ այդպես նայում ես իսկ մեր դեպքում մենք այդ բազայինը որ հեղինակային մանկավարժությամբ ստեղծեցինք այդ պարտեզները որը այդպես ասած շարունակվեց չէ 2 տարեկանից մինչև 6 տարեկանը հետո 6-ից այս 11 տարեկանների չէ ուսուցումը 12 այս հեղինակային մանկավարժությամբ ստեղծված այդ փորձարարական հետազոտական միավորումում չէ կրթահամալիրում բլեան դպրոցում ուսումնական հաստատության նոր տիպ էր մյուսը միջին դպրոցը երբ որ առարկայական ուսուցումը սկսվում 7-8-9-րդ դասարանները չէ որպես միջին դպրոց եւ ասենք հետազոտական վարժարանը քոլեջը
9-ից հետո սրանք մեր բանով ստեղծված բաներ էին քոլեջ այս կրթահամալիրի կազմում, որոնք այս փոփոխությունների հատկապես կառուցվածքային փոփոխությունների, որոնց մասին քիչ են խոսում, երևի թողնված է խոսելու մասին ընտրություններից հետո, դիմաց ընտրություններ են եւ դա բանանում շատ բաներ ստիպում է այլ բանի մեջ նայել, հերթականության մեջ նայել, հարմարեցնել, չէ, քաղաքական բանին, կոնյունկտուրային, բայց մեկը այդ դրա մասին պետք է լինել խոսել, բա որտեղ եք փորձարկել։ Այս իմ ասած բաները արդեն փորձարկված, ու տարածման միտումները եւ այդ միավորման մեջ ինչպես այդ կլաստերները ստեղծել, այդ տարածքային չէ կտորները, մեծ բան կարած, բայց այդ չեն կարել որ մի կրթահամալիրով ու վերջ չէ, այն գլխից այդպեսի մյուսը որ ես շատ կարևոր եմ համարում, տեսեք այսօր այդ 5 տարեկանների ուսուցումը որ բերվեց հանրակրթական դպրոց, մյուս կողմից թվում է թե լավ բան է, բայց մյուս կողմից ախր կիսատ բան է, այդ դպրոց պարտեզները որ ես ասում եմ կամ քոլեջ պարտեզը բան, հնարավորություն կտար կարճ ժամանակում, հա, այս մանկապարտեզի պակասի հարցը օրակարգից հանել եւ Երևան քաղաքում եւ Հայաստանով մենք հիմա ինչ ենք բանանում ասում, ասում ենք Ստեփանավան քաղաքում կա մանկապարտեզի խնդիր, որ մանկապարտեզները լեցում են երեխաներով եւ ստեղծվել են դպրոցներ, դպրոց կա, որը ինքը բանա վատ օգտագործում իր տարածքը, մեծ ներդրում են արել, ստեղծել են, վերակառուցել են, շատ լավ են արել, ապրեք դուք, հա, բայց դու չես սпасելու 30 տարի, հա, 1/3-ով օգտագործում կամ կիսով չափ օգտագործում, չես սпасելու 30 տարի ծնելիություն, բան, այսօր արդեն միտեղ ուրեմն երեխաների բան գերբեռնվածությունը, միշտ պակասը կա Եվ այստեղ մեր այլընտրանքը, երբ որ մտնում է, ինքը բանա բերում, ինքնակարգավորումներ է բերում։ Դրա համար վստահ պետք է գնալ հեղինակային մանկավարժությունը, բլյան մոդելը պետք է անպայման մտնի այդ բազային դպրոցի, դպրոց պարտեզների տեսքով, եւ շատ արագ այդ փոփոխությունները կզգան։ Հետո այդ ազատությունը չվախենալը ուսուցչին, այդպես ասեմ, իր աշխատանքի, իր պատասխանատվությունից բխող ազատություններով, իրավունքներով օժտելուց, չվախենան, որ ինքը սխալվի, ինքը փորձի, որտեղ մանկավարժությունը այդ սեփական փորձի վրա զարգացող մի բան է։ Ինչքան էլ դու ասում ես այլոց փորձ է, իսկ ինչու քո փորձը չի։ Չէ, ինչու դու դա չես կարող։ Դա շատ ավելի արժեքավոր կլինի հենց քո համար։ Տեսնում եք, այդ տեսակ։ Դու քո փորձը առաջ ես տանում։ Որ ասում է հեղինակային մանկավարժությունը այստեղ ասես նախարարության հետ մեր հիմնական բանը այստեղ է, լավ հասկանալի է, բայց ինչի է ձեզ թվում որ փոփոխությունները պետք է գան այդպես վերևից նախարարությունից, հա, ինչի չի կարա այս մակարդակում արդեն ուրեմն մեր բլեան դպրոցի ազդեցությունը ավելի մեծ լինի, զգալի լինի եւ մենք էլ մեզ լավ զգանք, որ մեր տարիներով կուտակած արածը այսօր հասարակությունը առանց շնորհակալություն հայտնելու, բայց օգտագործում է։ Ես շնորհակալություն հայտնում եմ։ Նաև քանի որ խոսեցիք այդ անհամաչափ բաշխվածությունից, ասենք դպրոցները կան մեծ, բայց բնակչությունը քիչ է, երեխաները քիչ են ու Երևանում շատ է, չգիտեմ, մարզերում քիչ է ու դրա հետևանքով նախարարությունը գնացել է դպրոցների փակման կամ իր տերմինով ասած միավորման, խոշորացման։ Այս հարցին ոնց եք նայում, սա ճիշտ լուծում է, ոնց է։ Շատ կարևոր է որ միջև վերջ անկեղծնել, չվախենալ։ Եթե իշխանությունը վախենում է, հա, պատրաստ չի զգում իրեն հասարակության հետ այաչքի, որտեղ խոսքը երեխաների կրթությանն է վերաբերում, ուրեմն չի կարելի գնալ փոփոխությունների։ Մյուս կողմից հասունացած բաներ կան, այսինքն եթե վերցնես զուտ վիճակագրությունը, գյուղերի երեխաների թիվը, հա, երեխաների թիվը դպրոցների նայես, վերջին ասենք 10 տարում նայես այդ դինամիկան, փոքր կանխատեսում, այսօր դա դժվար էլ չի անել, որովհետև այդ կրթության վարչական ռեգիստրը որ կա, տեղեկատվական այդ միասնական համակարգը չէ, որ այսօր կտակի
որպես գլխավոր բանի սպասարկողի միջոցով կարող ես դու ամբողջ այդ բազային ինչ որ կոչվում է հանրակրթություն, չէ, մանկապարտեզ թվային առումով տիրապետես, այսինքն այնքան հեշտ է վերլուծություններ անել եւ բաց հասարակությանը ներկայացնել, որ ինքը այդ բանն։ Սա մեկ։ Երկրորդ բանը, գիտեք, ուղղակի այստեղ նոր մանկավարժություն պետք է գա։ Այդ շատ կարևոր է։ Հին բանի մեջ, այդ ձևերով, այդ տիկերի մեջ, հա, ինքը չի տեղավորվի այդ նոր գինին։ Այս շատ պետք է բան։ Ես որ չասեն Բլեանը Իրան նայելի առաջ բերում, նույն ֆրանսիական նոր դպրոցը Սելեստան Ֆրենեի դպրոցը, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայի այդ Ալպերում այդ բան արեցին, այդ դպրոցը, այդ մանկավարժությունը դրեցին։ Տեսեք, ես դրան համանում եմ այսօր խորհրդային մանկավարժությունը, այդ առումով փոքրականակ դպրոցի երևում է բյուջետային դպրոցը մի հատ, բյուջեա փողա, որից ինչքան հնարավոր է շատ մարդիկ բան ստանան, փող ստանան, աշխատավարձ ստանան։ Չէ, տեսեք, օրինակ գյուղական դպրոցը, ասենք կարա շենքա, չգիտեմ, գյուղա, չէ, փոքրականակ ու գիշերային պահակ ունենա, օրինակ 3 հատ պահակ ունենա։ Ումից էս պահում այդ շենքի պահպանությունը, որ պետք է ունենալ այգեպան, որ այդ միջավայրը չէ, երեխաների այդ խնամի բան, ընդ որում լուրջ այգեպան չէ, որտեղ դրանով իր այդ բնապահպանության այդ մշակույթ էս փոխանցում եւ այլն։ Ես սա հասկանում եմ էլի բաներ, բայց չի կարելի այդ մեծականակ դպրոցի ենել բանի Երևանյան դպրոցի տրամաբանությունը իր հաստիկացակով բերել այդտեղ համաձայն ես չէ։ Ֆրենեն 30 աշակերտանոց բանը, 30 սովորողը, այդ մի ուսուցչի դպրոց էր դիտում։ Կարդացեք, թարգմանած կա, մեր դպիր ամսագրում Սելեստան Ֆրենեի նոր ֆրանսիական դպրոցը կա, բայց այդ պետքա յուրացվի, գիտեք, հանգիստ պայմաններում այդ բոլորը պետքա յուրացվի, հաշվի, որ սա ճանապարհ է, չէ, նոր դպրոցի, այդպես ասենք, հայաստանյան նոր դպրոցը իր գյուղական մյուս մոդելով, բանով, որ դա չի արվում թշնամու կողմից, այդ արվում է մեր կողմից, որովհետև, բայց այս արդեն դրա համար վստահություն է պետք, այդ վստահությունը պետք է հաստատել, որովհետև հասարակությունը իր բոլոր այդ բաներով, ստրուկտուրաներով, կառույցներով, հատկապես ընտանիքներ են առաջադեմ ծնող, պիտի ներգրավեն այդ խնդիրների լուծմանը, եւ այնտեղ, որտեղ արդեն փորձարարական մի բան կա կուտակած, այդ կուտակածը պետք է մեծ չափով օգտագործվի, եւ եթե մենք բոլորս չմասնակցենք այդ փոփոխություններին, դուք ո՞նց եք պատկերացնում։ Պատկերացնում եք այդ կրթությունը կդառնա հանրակրթությունը ոչ թե համագործակցության, համերաշխության, հաստատման, չէ, հարթակ, այլ հերթական այդ պատերազմի, կրքերի, չէ, չարության, թշնամության, որի պայմաններով, որի միջավայրում որևէ փոփոխություն ակնկալել իր արդյունքները լուրջ չի։ Ես որպես Սեբաստացի կրթահամալիրի ծնող ու նաև կինս ա ձեր մոտ դասավանդում, տեղյակ եմ ձեր խնդիրների մասին, վերջերս էլ ասուլիս տվեցիք կրթության նախարարությունը ֆինանսական խնդիրներ առաջացրել կրթահամալիրի համար, մի քիչ սրանից կուզեի խոսեք եւ ինչով մենք կարանք օգտակար լինենք։ Ես ուզում եմ, գիտեք, կարճ խոսել ինչ առումով, երբ Բլեան դպրոցը 1988 թվականին, հա, դարձավ իրականություն, կար Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, հա, իր լուսավորության մինիստրությամբ, հա, մինիստր Սիմոն Տիգրանի Հախոմյան, շնորհակալությամբ եմ ասում, երբ որ այդ մեր դպրոց մանկապարտեզ փորձարարական հիմնարկը մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմում դարձավ կոլեգիայի որոշում եւ երբ որ 1989-ին արդեն ժող կրթության նախարարությունը նախարար Միսակ Դավթյան ընդունեց մեր Բլեան դպրոցի առաջարկը հեղինակային մանկավարժության բանի կազմակերպման, մշակման, կազմակերպման, ուրեմն տարածման Մխիթար Սեբաստացի կրթահամալիր փորձարարական հետազոտական միավորման կազմում ու այդտեղից, ինչպես ասում են, գնաց այն ժամանակվանից սկսած, այդ ես նոր բան չեմ ասում, մենք վստահեցինք հասարակությանը,
մենք վստահեցինք այդ հասարակության ձևավորած իշխանությանը, անկախ նրանց, այսինքն կառավարությանը, մեր ոչ թե ստեղծեցինք մասնավոր դպրոց, որովհետև մենք վստահ էինք, որ այդ մասնավոր դպրոցը ուրեմն մեզ ուրիշ տեղ տանելու, մենք ուզեցանք հանրային դպրոց ունենալ, մատչելի յուրաքանչյուրին դպրոց ունենալ, եւ այդ դպրոցը կառուցեցինք 3 հիմնադրի վրա, որ անպայման 3 հիմնադիր, համահիմնադիր պետք է, եւ այս 3 համահիմնադիրի համերաշխությունը մենք բանարեցինք որպես հաջողության գլխավոր պայման, մենք կհաջողենք թե չէ։ Առաջինը դա կառավարությունն է, որը պետք է այդ իրավակազմակերպական ձևին չէ, մեկը պետք է լինի հիմնադիր այդ առումով։ Շատ լավ, այդ կառավարությունն է, մենք վստահեցինք, այսինքն մենք ասեցինք պետական դպրոց չէ պիտի լինի, շատ լավ, որտեղ նաև բանն է, պետությունը իրականացնում է իր պարտականությունը, չէ, ինքը այդ հանրակրթության առումով ինքը պետք է ֆինանսավորի։ Մյուս հիմնադիրը համահիմնադիր է, դառնում է այդ հավաքանին, մանկավարժական հավաքանին։ Այո, ով է մանկավարժության հեղինակը, շատ կարևոր է այդ հեղինակը, որ դու այլընտրանք ես անվանում, դա պարզա այդ հավաքանին էր, այդ ստեղծագործական, այդ դինամիկ, զարգացող հավաքանին է։ Սան մենք անվանում ենք համահիմնադիր։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր այս հավաքանին, մանկավարժական հավաքանին, իր 36-37 տարվա ստեղծածի այդ բրենդի, այդ մանկավարժության սեփականատերն է։ Սա է գլխավոր արժեքը, այդ ստեղծած մանկավարժությունը, այդ չարչարանքով, ջանքերով իրար փոխանցած եւ այսօր էլ ասենք 300-ից ավել չէ մանկավարժ, հա, շարունակում է իր ներդրումը անել այդտեղ, ինքը համահիմնադիր է։ Երրորդ համահիմնադիրը այդ ծնողական համայնքն է, ընտանիքներով, մեծով, պստիկով, երեխայով, ովքեր վստահում են այդ այո, ովքեր համ երեխային են վստահ, համ էլ իրենց այդ ներդրումներով են փաթեթ կա, չէ, համեստ մատչելի, բայց շատ կարևոր, որովհետև ինքը դառնում է 1000-ի դպրոցը, 1000 հոգի նաև դրամական ներդրում անում, ուսումնառության պայմանագրով որոշված, գանձապետական համակարգին փոխանցում է, ինքը վստահում է, այս երեքի, այս համերաշխության, համագործակցության վրա եղել է միշտ եւ ասել վրա, որ այդ համագործակցությունը անխախտ է, կանոնադրությունն է փոխվել, հիմնակից դարձել է պետական ձեռնարկություն, պետական ձեռնարկությունից դարձել է պետական ոչ առևտրային կազմակերպություն, մեր կարծիքով լրիվ ժամանակն է, որ ինքը դառնա հիմնադրամ, բայց հիմքում առանցքում որպես ատաղծ պետք է ունենա այս 3 համահիմնադիրների այս համերաշխ որոշումների կայացումը, այստեղ է խնդիրը։ Ցավոք սրտի, այս վերջի 2 տարում այդպես մի բան արվեց, ես չգիտեմ ինչի դա արվեց, ինչի է դա արվում, այտենց պետ կառավարությունը, հիմնադիր կառավարությունի դեմս լիազոր մարմնի փորձ արեց կասկածելու այս բանը, ես եմ սեփականատերը, հա, ես եմ բանը, հա, որոշումներ կայացնողը, դա վտանգավոր ճանապարհ է։ Ես մեծ հարգանքով պետության, կառավարության, անկախ անձերից եմ ես խոսում, չէ, ասում եմ այդ ճանապարհ չի, որովհետև 36-37 տարի մենք գնացել ենք այլ ճանապարհով եւ այս 3 համահիմնադիրների այս համերաշխությունը, անխախտությունը, հա, պետք է հաստատվի եւ ես վստահ եմ, որ դա կհաստատվի։ Ամենայն դեպս այդ հավաքանին այնքան բանա մեծ ներդրում արել այդտեղ եւ ծնողական համայնքը, մեր ծնողական համայնքը այսօր այնքան կայացած է, այնքան մեծաքանակ է, այնքան Հայաստանի Հանրապետությունն է, որ հանուն Հայաստանի Հանրապետության այդ թույլ չեն տա եւ կարծում եմ, որ կառավարությունը չի կարող չլսել դա, սա է հարցը։ Մենք էլ ինչով կարող ենք օգտակար կլինենք եւ որպես ամփոփիչ հարց կուզեմ պատասխանեք հետեւյալին. ինչ երկիր է երազում, կառուցում Աշոտ Բլեյանը։ Ես ասացի, ասում եմ ավարտել նրանով ինչով սկսել եմ երևի, չվախենալ փոփոխություններից, սա մեկ,
կյանքա իր փոփոխությունները, որպեսզի չվախենաս, դու պետքա լինես այդ փոփոխությունների, հա, այդ բանան գեներացնողը, հա, դու պետքա այս քո կյանքը ինքդ ստեղծես, այդ շատ կարևոր է, ուզում եմ այդ երևակայության, ստեղծագործողի, ստեղծականության դպրոցը բան անել, այսպես հաստատել Հայաստանով մեկ։ Այդ շատ կարևոր է, որովհետև միայն ես այդ եմ տեսնում ճանապարհը։ Հակառակ դեպքում մենք բան ենք անում, իրավունքը դարձնում ենք պարտադրանք եւ փչացնում ենք այդ կարևոր գործը, որ կոչվում է, ինչպես դուք սկսեցիք, կրթություն, հանրակրթություն։ Շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Ձեզ էլ հաջողություն, կհանդիպենք Լուսահար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսահար podcast-ին։ Լուսահար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաեւ նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Re-Armenia հարթակում, Bartsun.am կայքում եւ այն հաշմեհամարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաեւ քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսահար podcast-ին։